Բարև մենք շարունակում ենք ամփոփումների շարքը տարբեր գերատեսչությունների, նախարարությունների, տարբեր ոլորտների պատասխանատուների հետ։ Այսօր հերթը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է։ Այնքանով, որքանով կարողացել ենք հետևել, տպավորություն է, որ 2025 թվականը այս նախարարության համար ոչ միայն սովորական ընթացիկ աշխատանքի տարի էր, այլև ընտրության։ Ընտրություն հին մոդելների և նոր մոտեցումների միջև, ընտրություն ձևական բարեփոխումների և իրական բովանդակային փոփոխությունների միջև։ 2025-ը մի տարի էր, երբ այս ոլորտը կրթությունը հատկապես համարվեց Հայաստանի ապագայի հիմնական հենասյուներից մեկը։ Սա մի տարի էր, երբ դպրոցը, ուսուցիչը, աշակերտը, բուհը, դասախոսը, գիտնականը, մարզիկը, մշակույթի գործիչը դարձան պետության քաղաքականության ուղիղ հասցեատերերը, այլ հարց է թե հասցեատերերը որքանով ընդունեցին, ընկալեցին և լիցքավորվեցին հետագա աշխատանքի համար։ Առաջիկա 30 րոպեներին այս մասին ենք խոսելու, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները և կանխատեսումները։ Զրուցակիցս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե ընդհանուր գնահատականից սկսենք, ինչպիսին էր տարին ձեր նախարարության համար, սա ավելի շատ բարեփոխումների տարի էր, թե համակարգերի դիմադրության և այդ դիմադրությունը հաղթահարելու տարի։ Կարծում եմ ամեն ինչի տարի էր, եթե այդպես մեկ արտահայտությամբ փորձենք բնորոշել, որովհետև բնականաբար ցանկացած բարեփոխում ընթանում է նաև իր դիմադրությունների բնականոն ճանապարհով, ինչու եմ ասում բնականոն, որովհետև բարեփոխումը առաջին հերթին փոփոխություն է, իսկ ցանկացած փոփոխություն ենթադրում է գործընթաց, որի ժամանակ ինչպես խոչընդոտներ են, այնպես էլ աջակցող գործոններ ու կարծում եմ սա շատ նորմալ բնականոն ընթացք է, հատկապես այնպիսի մեծ համակարգերի համար, ինչպիսին որ մեր նախարարության տիրույթում գտնվող ոլորտներն են և իսկապես մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք, ինչպես օրինակ Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը, որի մասին խոսում են արդեն 10 տարուց ավել։ Եվ գիտեք, համակարգի ներսում կար մի տեսակ թերահավատություն, որ վերջապես այս օրենքը կհասնի իր հանգրվանին, թե ոչ, բայց մենք ունեցանք շատ կառուցողական երկար քննարկումներ և եթե օրինակ դիմադրության մասին եք խոսում, կարծում եմ, որ պատշաճ քննարկումը, մասնակցայնությունը, ներառականությունը բերեց մի իրավիճակի, որ երբ որ հոկտեմբերի 20-ին օրենքը ուժի մեջ մտավ նախագահի կողմից ստորագրվելուց հետո, կարող եք ինքներդ դատել, ինչքանով կա դիմադրություն։ Դիմադրություն հաճախ լինում է նաև այն տեղերում, որտեղ կա ոչ բավարար հասկացվածություն, ոչ բավարար քննարկում, շտապողականություն և մեր բարեփոխումների հիմքում մենք դրել ենք նաև այն մոտեցումը, որ կարևոր է որակյալ պրոցես ունենալ և իսկապես մասնակցային ու այդ տրամաբանությամբ կարծում եմ, որ արդյունքներն էլ խոսում են։ Մենք դեռ կգանք իհարկե բարձրագույն կրթությանը, այս համակարգի խնդիրներին, այդ թվում կառավարման խնդիր, կրթության որակի խնդիր, աշխատաշուկայի հետ կապի խնդիր եւ այլն, բայց դպրոցից սկսենք։ Ընդհանրապես դպրոցում այս կրթությունը պետության կողմից իսկապես դարձել է առաջնահերթություն։ Ես կարծում եմ դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է ամենապարզ փաստերից, ինչպես օրինակ պետության կողմից ֆինանսավորման ծավալը։ Մեր նախարարությանը հատկացվող միջոցները 2026-ին կազմելու են 421 միլիարդ դրամ։ Մի քանի տարի առաջ ընդհանուր առմամբ ոլորտին հատկացվող գումարները 175 միլիարդի չափով էին։ Արդեն այս աճը ցույց է տալիս, թե ինչքանով է պետության կողմից ներդրումը կրթության ոլորտում կարևորվում որպես ամենակարևոր անելիքներից մեկը։ Իսկ այդ ներդրումը հավասար կամ արդարաբար է աշխվում։ Տեսեք ինչ նկատի ունեմ, ասենք մայրաքաղաքային դպրոց, որտեղ մեկ դասարանում, չգիտեմ, 25-30-35 աշակերտ են եւ ուսուցչի դրույքաչափը նույնն է, ինչ որ մեկ գյուղական դպրոցում, որտեղ որ այդ նույն դասարանում, ասենք 5-6 հոգի են։ Գիտեք, նախ մի այսպես թյուրըմբռնում կուզեմ ցրել, մեր մոտ կա պատկերացում, որ իրականում մեր մոտ մեծ դպրոցներն են շատ, մեզ մոտ համակարգում ավելի շատ են ցավոք փոքր դպրոցները
Եվ իրականում 30-35 հոգանոց դասարաններ կան մեր դպրոցների ընդամենը շուրջ 23%-ում։ Եվ դպրոցների մեծ մասը գործում է ավելի համաչափ բաշխված դասարանների պայմաններում։ Իհարկե, դասարանների խտության հարցը մեր օրակարգում է եւ մենք արդեն մի քանի տարի է, որ դասարանների կազմավորման նոր կարգ ենք ընդունել, որտեղ աստիճանական անցում ենք պլանավորում 20 եւ 25 հոգանոց դասարաններին, բայց միջոցների բաշխման հետ կապված ես պետք է ասեմ, որ մենք նաև ֆինանսավորման կարգի փոփոխությամբ, որտեղ աշակերտ թվի ֆինանսավորումից անցանք դասարան թվով ֆինանսավորմանը, շատ ավելի համաչափ իրավիճակ ունենք հիմա, քան նախկինում էր եւ եթե նախկինում փոքր եւ մեծ դպրոցները միջոցների խիստ էական անհամամասնություն էին ստանում, ապա այսօր կարող ենք ասել, որ դպրոցների հնարավորությունները ընդհանուր առմամբ մեծացել են, որտեղ դպրոցների ֆինանսավորումը էապես աճել է եւ սա նաեւ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման արդյունքն է։ Մենք փոխել ենք տարբեր գործընթացներ, որոնք որ որակի հետ ուղիղ կապ ունեն եւ այժմ մեր դպրոցները դրա շնորհիվ նաեւ ավել են ֆինանսավորվում եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այստեղ ոչ թե պիտի խոսենք անհամաչափության մասին, այլ պիտի խոսենք որակի համաչափություն ապահովել։ Գալով որակի համաչափությանը, այս համատեքստում ուսուցիչների ատեստավորումը ինչ տվեց, որակ բարձրացեց, թե ավելի լարվածություն ստեղծեց։ Ես կարծում եմ, որ մենք հիմա մի իրավիճակում ենք, որ կարող ենք ասել, որ համակարգը կայացել է, որտեղ այսօր ունենք 9100-ից ավել ուսուցիչ, որոնք անցել են հաջողությամբ կամավոր ատեստավորման գործընթացով եւ ունեն վարձատրության բարձրացում։ Իսկ սա նշանակում է, մեր ամեն երրորդ ուսուցիչը արդեն ատեստավորված է։ Սա հնարավոր է միայն այն պարագայում, երբ որ համակարգը ընդառաջ է գնում փոփոխություններին։ Դա հեշտ փոփոխություն չի։ Այդտեղ կան շատ անորոշություններ, վախեր, այսօր էլ տարբեր առարկաների ուսուցիչներ շարունակում են, օրինակ թեստերի հետ կապված հարցեր բարձրացնել, եւ այդ հարցերի մի մասը շատ օբյեկտիվ է։ Եվ այդ հարցերի շուրջ մենք աշխատանք ունենք անելու։ Բայց համակարգը կայացած է, համակարգը ինքնազարգանում է եւ ամեն հաջորդ տարի ավելի լավ արկված է լինում։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ սա տվեց ռեալ հնարավորություն մեր ուսուցիչներին բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները եւ այդ բարելավման արդյունքում նաեւ իրենց վարձատրության բարձրացում ունենալու, ընդ որում շատ հաճախ էական բարձրացում, որտեղ այստեղ մենք ոչ թե խոսում ենք, չգիտեմ, 10-20% բարձրացումների մասին, այլ մենք խոսում ենք առնվազն կրկնապատկումների մասին եւ կարծում եմ, որ սրանք կյանքի որակ փոխող ցուցանիշներ են։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, խոստում եւ իրականություն։ Որ փուլում ենք, որտեղ ենք։ Խոստումը իրականություն դարձնելու փուլում ենք եւ այստեղ բնականաբար աշխատանքը այն տեմպով է գնում, որպեսզի իրականություն դառնան հնչեցված թվերը նշված ժամկետներում։ Մեր պլանն է 260 դպրոց ունենալ 26 թվականի սեպտեմբերին եւ 308 դպրոց 26 թվականի ավարտին։ Որպեսզի դա տեղի ունենա, շատ մեծ թիմ է աշխատում։ Մեր նախարարությունը հիմնականում գույքի հագեցվածությունն է ապահովում, շինարարությամբ զբաղվում են տարածքային զարգացման հիմնադրամն ու քաղաքաշինության կոմիտեն, գերակշիռ մեծամասնությամբ դպրոցների մասով մանկապարտեզներով իհարկե համայնքները սուբվենցիաների շրջանակներում շատ մեծ ծավալի գործ են անում, մեծ թիմ է աշխատում եւ այո, խոստումները պիտի իրականություն դառնան։ Շատ լավ։ Տիկին նախարար, ես պատրաստում էի հարցազրույցին, անդրադարձա, որ ձեր համակարգման յուրաքանչյուր ոլորտում այս տարվա ընթացքում եղել է առնվազն մեկ աղմկալի ինչ-որ պատմություն, որ արժանացել է հանրային ուշադրությանը, դպրոցական համակարգի հետ կապված աղմուկներից ես հիշում եմ երկուսը, մեկը այն էր, որ Այբենարանում Մաշտոցի նկարը չկա, եւ մյուսը կապված էր պատմության դասագրքի հետ։ Այբենարանում Մաշտոցի նկարը թվային ձևաչափով էր ներդրված, բայց մենք լսել ենք քննադատությունները, Այբենարանները հրատարակվում են ամեն տարի եւ 26 սեպտեմբերին Այբենարաններում Մաշտոցի մասին տեղեկատվությունը կլինի ոչ միայն թվային տիրույթում, այլ նաեւ տպված թղթային տարբերակով։ Գիրքը վերցնենք, բացենք, Մաշտոցին կտեսնենք։ Այո, բնականաբար եւ սա իսկապես կարծում եմ կարևոր քննադատություն էր, որը նաեւ մեզ օգնում է այդ աշխատանքը ավելի լավ անել։ Ինչ վերաբերում է պատմության
դասագրքերին, ապա այստեղ սա շարունակական աղմուկ է, ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ այդ աղմուկը նոր չի սկսվել եւ քանի որ մենք խոսում ենք շատ կոնցեպտուալ հարցի մասին, մեր նպատակն է պատմության միջոցով առաջին հերթին պատմական մտածողություն ձևավորել։ Իսկ պատմական մտածողություն ձևավորել նշանակում է դասավանդման մեթոդաբանություն, որտեղ երեխաները տարբեր վարկածներ են համադրում, տարբեր աղբյուրներ են ուսումնասիրում, հարցեր են տալիս եւ կարողանում են ինքնուրույն եզրահանգումներ անել։ Այս հմտությունները եթե չենք ձևավորում, պատմության դասավանդումը դառնում է ինքնանպատակ։ Դա հո թվերի ու փաստերի շարան չի, որ անգիրանես, մի օր քննություն հանձնես, հաջորդ օրը պարզ չի ինչ-որ մի բան կհիշես, թե ոչ։ Մեզ կարևոր է, որ երեխաները կարողանան վերլուծել պատճառահետևանքային կապեր, իրավիճակներ համեմատել, կոնտեքստներ համեմատել, այսօրվա դիրքից գնահատել նաև անցյալի իրադարձությունները։ Եվ այդ ամենը կարևորը պիտի արվի այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից։ Այլ կերպ ասած, իրական Հայաստանի գաղափարախոսության դիրքից, որը այսօրվա մեր պետության լինելու եւ հարատեվության գաղափարախոսությունն է։ Բնականաբար կան մարդիկ, որոնք ունեն այլ կարծիքներ, բայց սա պետական քաղաքականություն է եւ այդ քաղաքականությունը նաև պետք է շատ հետևողական լինի, որպեսզի արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին ուզում ենք ունենան քաղաքացիներ, որոնք պատկերացնում են իրենց պետության շահը, պատկերացնում են նաև տարբեր մարտահրավերներում ինչպես պիտի արձագանքել եւ ջանք են դնում, որպեսզի ճիշտ լուծումներ ունենան։ Այդ քաղաքականությունը իրականացնողները դպրոցներում ուսուցիչներն են, ուսուցիչների պակաս ունենք։ Ուսուցիչների պակաս իհարկե ունենք, բայց այդ պակասը նաև դինամիկ զարգացումը ցույց է տալիս, որ լրացվում է, որովհետև մենք վերջի տարիներին մի շարք կարևոր փոփոխություններ ենք արել, միտված այդ պակասի լրացմանը։ Օրինակ գյուղական դպրոցներում առանձին հավելավճարի ծրագիր ենք ներդրել, որպեսզի եթե օբյեկտիվորեն ժամանականակը քիչ է եւ մի դրույք չի ստացվում, պակասը լրացնում ենք մինչև 50%։ Եվ սա բերել է նրան, որ մեր գյուղական դպրոցներում ուսուցիչների պակասի հարցը մեղմվել է։ Ներդրել ենք հեռավար դասավանդում։ Եթե ուսուցիչը ֆիզիկապես չկա, կարողանում են էլեկտրոնային դասավանդել այլ քաղաքի կամ այլ բնակավայրի դպրոցից։ Եվ մեր բազմաթիվ դպրոցներում հեռավար դասավանդվում են առարկաներ, որ տարիներ շարունակ ուղղակի չեն դասավանդվել ուսուցչի պակասի պարագայում։ Հնարավորություն ենք տվել, որ դասավանդեն մանկավարժական ծրագրով սովորող վերջին կուրսի ուսանողները, եթե մի քանի անգամ մրցույթ է հայտարարվում եւ մրցույթի արդյունքում տեղը չի համալրվում։ Հնարավորություն ենք տվել, որ տվյալ ուղղությամբ բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող մարդիկ 30 կրեդիտ հավաքեն մանկավարժությունից եւ հոգեբանությունից եւ դասավանդեն դպրոցներում։ Տարաբնույթ այսպիսի փոփոխություններով եւ իհարկե կամավոր ատեստավորման համակարգով, որը վարձատրություն է բարձրացնում եւ գրավչություն, մենք նախորդ տարի 3300-ից ավել նոր ուսուցիչ ենք ունեցել համակարգում։ Սրանք մարդիկ են, ովքեր այդ փոփոխությունների արդյունքում որոշել են, որ իրենց աշխատանքային հեռանկարը տեսնում են դպրոցում։ Ես ճիշտ գիտեմ, որ կառավարման հարցում էլ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան եւ բաժանվեցին, հա, ուսումնական եւ վարչական, սա էֆեկտիվ էր։ Կարծում եմ այո, մենք բոլորովին վերջերս համաշխարհային բանկի կողմից մի հետազոտություն ունեցանք, դա արտաքին հետազոտություն է, որը մեր դպրոցների կառավարման արդյունավետությունն է չափում եւ դա ցույց է տալիս, որ բոլոր այն դպրոցները, որտեղ մենք ունենք նոր համակարգով նշանակված տնօրեններ, այսինքն որոնք արդեն բացառապես բովանդակային հարցերով են զբաղվում, արդյունավետությունը ավելի բարձր է։ Այսինքն ավելի լավ են այս տնօրենները կառավարում դպրոցները եւ սա ուղիղ հետազոտական տվյալ է, որը խոսում է մեր գործընթացի արդյունավետության մասին։ Ինչ վերաբերում է վարչատնտեսական մասին, այստեղ էլ մենք իր տրամաբանությամբ աշխատանքները անում ենք, հիմնական տրամաբանությունն այն է, որ վարչատնտեսական գործառույթների մի մասը պատվիրակենք, այսինքն մասնագիտացված ծառայություն ձեռք բերենք։ Օրինակ դպրոցների գնումների, հաշվապահության եւ այժմ գտնվում ենք այդ մրցութային գործընթացում եւ մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ սա ոչ միայն էապես ծախս արդյունավետ է, այլ նաեւ որակական միասնական ստանդարտ է ապահովում, օրինակ նույն գնումների եւ հաշվապահության մասով եւ
վստահաբար կարող եմ ասել, որ այս կառավարման փոփոխությունը իսկապես դպրոցներում նաև կրթության որակի բարձրացման եւ միջավայրի ապահովման ամենակարևոր փոփոխությունն է։ Ձեր համակարգման ոլորտներն այնքան մեծ են, որ յուրաքանչյուր ոլորտի շուրջ կարելի է շատ երկար զրուցել, այսքանով մենք սահմանափակենք դպրոցական համակարգը եւ անցնենք բուհեր։ Այստեղ ինչ խնդիրներ ունենք՝ կառավարման խնդիր, որակի, կրթության որակի խնդիր եւ աշխատաշուկայի հետ կապված խնդիրներ։ Փոքր դադարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Իշեսեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Մենք դպրոցական համակարգը ավարտեցինք, թող համարվի սա ավարտել եւ անցանք բուհական համակարգին, այստեղ ինչ ունեինք 2025 թվականին, որոնք էին հիմնական խնդիրները։ Ես մի քանիսը նշեցի, դուք շարունակեք կամ հաստատեք կամ հերքեք։ Ես կուզեմ լուծումներից խոսել, որովհետև իսկապես ոլորտում շատ կարևոր աշխատանք է արվել, բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքն է ընդունվել, որը պատասխանում է ինչպես լուծել եղած խնդիրները։ Եղած խնդիրները շատ են, բազմազան են եւ բազմաթիվ տեղերում նկարագրված են, կան հետազոտություններ, մեր բուհական համակարգի նաեւ տվյալները շարունակական բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում։ Մենք ինչ ենք ուզում անել։ Մենք ուզում ենք իսկապես ունենալ բարձրագույն կրթություն, որը միջազգայինորեն մրցունակ է։ Պետք է մի պարզ բան հասկանանք, մեր ուսանողական համակազմը վերջին տարիներին շուրջ 32%-ով կրճատվել է։ Մենք ունենք ավելի քան 60 բուհեր։ Սա ռեալ չի։ Մենք չենք կարող որևէ հաստատության անունը դնել բուհ եւ մտածել, որ այդ հաստատության շրջանավարտը դուրս է գալիս եւ կարող է անել այն աշխատանքը, որը պիտի անի այդ մակարդակի փաստաթուղթ, կրթական փաստաթուղթ ունեցող մարդը։ Պետք է մենք պատասխանատվություն ստանձնենք, ինչն ենք անվանում բարձրագույն կրթություն մեր երկրում։ Եվ ինչ որ մենք մեր երկրում անվանում ենք բարձրագույն կրթություն, պիտի այդպիսին լինի նաեւ ցանկացած այլ երկրի համար։ Եվ սա իհարկե նշանակում է որակի նոր ստանդարտ, լիցենզավորման նոր պայմաններ, հավատարմագրման նոր գործընթաց։ Այս ամենը նկարագրված է Նաև օպտիմալացում։ Նաև օպտիմալացում։ Ես պետք է հիշեցնեմ, որ կրթության զարգացման պետական ծրագրով մենք նշել ենք, որ մինչև 8 պետական բուհի մասին ենք խոսում։ Գոյություն ունեցող բուհերը, այո, պետք է խոշորացվեն, բայց մենք դա անելու ենք ոչ թե մեխանիկորեն, այլ մենք դա անելու ենք ունենալով մշակված հայեցակարգ, թե ինչպես պետք է բուհական համակարգը վերադասավորվի եւ պետք է հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում մենք այդ հայեցակարգը մշակում ենք եւ այս տարին նաեւ շատ կարեւոր էր ակադեմիական քաղաք ծրագիրը իրականացնելու նախապատրաստական փուլի տեսանկյունից մենք արդեն իսկ գլխավոր հատակագիծը ներկայացրել ենք քաղաքաշինության կոմիտե հետագա հաստատման համար եւ այժմ մի փուլում ենք, որ պատրաստ ենք գլխավոր հատակագծման հաստատումից հետո սկսել նախագծման եւ շինարարության աշխատանքները, ընդ որում կա իրականացման հստակ ռազմավարություն, որ հատվածի վրա պիտի աշխատանք անենք առաջին փուլում մինչեւ 2030 թվականը եւ սա իհարկե զուգընթաց է գնալու բովանդակային փոփոխություններին ու պետք է հիշեցնեմ, որ մենք աշխարհի ամենահեղինակավոր բուհերի հետ աշխատում ենք, որպեսզի այդ հայեցակարգերը մշակվեն։ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ ամփոփել ենք տեխնոլոգիական կլաստերի հայեցակարգը, որը պետք է լինի տեխնոլոգիական ոլորտի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտության ամփոփումը։ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ կրթության ոլորտի կրթական կլաստերի շուրջ ենք աշխատում եւ նաեւ այս բուհը, որը աշխարհի հեղինակավոր բուհն է այս ոլորտի top 1-ն է, արդեն տարիներ շարունակ ավելի քան 10 տարի, նրանք նաև հատուկ դասընթացներ են կազմակերպելու մեր խոշորացված բուհերի կառավարող մենեջերական, այսպես կոչված դասի համար, որպեսզի իսկապես որակյալ նաև կառավարում ունենանք մենք այս նորացված հաստատությունների
եւ աշխատում ենք նաեւ արվեստների կլաստերի շուրջ, էլի անգլիական հեղինակավոր համալսարանների հետ ու այս շարքը կարող եմ շարունակել, որը ցույց է տալիս, որ հսկայական աշխատանք է արվում։ Հասկանալի է, մի կողմից շատ հետաքրքիր գաղափար է իհարկե այդ ակադեմիական քաղաքը, 8 բուհեր, նոր չափանիշներ, կրթական նոր ծրագրեր, նոր որակ եւ այլն, բայց մյուս կողմից դա նաեւ բացասական էֆեկտներ չունի, ասենք մարզային բուհեր։ Եթե ես ինչքան հասկանում եմ, առաջին մարզային բուհերը հա պիտի միավորվեն, ի վերջո տեղափոխվեն ակադեմիական քաղաքտրանում, դրանով մարզերում այդ ուսանողական կյանքը, քաղաքային կյանքը ինչ որ չափով տուժում է, չէ։ Իրականում մենք առանձին խումբ էինք ձևավորել մարզային բուհերի, որպեսզի եւ շատ մանրամասն վերլուծություն ենք իրականացրել, որ հասկանանք այսօր ինչ կարիք են սպասարկում մեր մարզային բուհերը, որ խնդիրներն են տեղերում լուծում եւ պետք է ասեմ, որ այն խնդիրները, որ տեղերում լուծվում են, դրանց մի մասը առնվազն քոլեջային մակարդակի խնդիր է, այսինքն միջին մասնագիտական կրթություն պիտի ունենա։ Մյուս կտորը, որը հիմնականում կարգավորվում է մարզային բուհերի կողմից, դա ուսուցչական կադրերի պատրաստումն է։ Մենք բնականաբար այս ամենը հաշվի ենք առնելու մեր հետագա աշխատանքներում, որովհետև եթե մի բանի կարիքը տեղում կա, բնականաբար պետք է նոր համակարգնել այդ տրամաբանությունը հաշվի առնի։ Եվ պետք է ասեմ, որ մենք եւ միջին մասնագիտական կրթությունը մեր աշխատանքի մյուս կարևորությունն է, մեր նպատակն է մարզերում ուժեղացնել եւ զարգացնել քոլեջային համակարգը, միջին մասնագիտական կրթությունը։ Բայց ասենք երկրորդ քաղաքում միայն ձեր ասած մանկավարժական կադրերը չէ որ պատրաստում են, այնտեղ համալսարանը բազմաթիվ մասնագիտություններ, տնտեսագիտականը բազմաթիվ, հետո բուհերը, այդ մշակույթի բուհերը, կոնսերվատորիա, գեղարվեստի, այո, եւ այլն։ Վստահ եղեք, որ մենք գտնելու ենք լավագույն լուծումները, համենայն դեպս ձեր մատնանշած խնդիրները, որ մարզային կտրվածքով կրթական համակարգը ինչպես է շարունակելու աշխատել, դա մեր ամենաառաջնահերթ խնդիրներից է եւ լուծումներն էլ լինելու են տարածքային համաչափ զարգացմանը համեմատ եւ այն մտահոգությունը, որ կա, որ մարզերում որևէ մի բան չի լինի, դա ուղղակի անտեղին է, որովհետեւ մենք ինքներս ենք այսօր ամեն ինչ անում, որպեսզի օրինակ մարզերում մշակութային կյանքը զարգանա, սպորտային հնարավորությունները ավելանան եւ հնարավոր լինի ծառայություններն ու ենթակառուցվածքները տեղակայել հենց մարզերում։ Բայց մենք նաեւ մի կարեւոր բան պիտի հասկանանք, մեր յուրաքանչյուր բուհ ոչ թե մրցում է մեր տեղի մյուս բուհերի հետ, այլ մասնակցում է միջազգային բուհական համակարգի մրցակցությանը եւ հետեւաբար մեզ պետք է հետաքրքրի մեր յուրաքանչյուր ուսանողի մենք ինչ կրթություն ենք տալիս։ Մենք այստեղ պետք է շատ ազնիվ լինենք։ Մենք պետք է հասկանանք մեր ռեսուրսը։ Օրինակ, բավարար է, որ մենք 5 տեղում միջազգայինորեն մրցունակ իրավաբան պատրաստենք։ Թե մեր ռեսուրսը պետք է մեկ տեղել եւ մի տեղում անել դա, բայց անել դա իսկապես այնպես, որպեսզի մեր յուրաքանչյուր շրջանավարտ չունենա այդ մրցունակության։ Հասկանալի է, տրամաբանությունը հատկապես որ ասում եք ուսանողության թիվը կրճատվել է, բնակչություն եւ բուհեր հարաբերակցությունը կարծես թե այդպես տարբեր ոլորտներում է այդպես նույն բանը կա, հասկանալի է։ Հիմա անդրադառնանք այս համակարգում աղմուկանած պատմությանը, մանկավարժական համալսարան, ինչ որ կոռուպցիոն ռիսկեր եւ որ կապում էր նաեւ ձեր անձի հետ, ձեր անվան հետ։ Ինչ էր իրականում տեղի ունեցել, ինչ պատմություններ դա։ Դե ինչ էր տեղի ունեցել ի վերջո մեզ կասի նախաքննությունը, որը ավարտվելուց հետո հուսով եմ, որ դատական process-ների ժամանակ բոլոր մանրամասնություններով պարզ կդառնա։ Իրականում մանկավարժական համալսարանում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել էին որոշ խնդիրներ եւ դրանք համապատասխան հասցեագրվել են։ Այդ մարդկանց պաշտոնավարումը կասեցված է, կա նոր ժամանակավոր պաշտոնակատար ռեկտորի, բոլոր այդ գործառույթները իրականացնում են նոր մարդիկ եւ մենք աշխատում ենք, որպեսզի այդ բացահայտված ռիսկերը այնքանով ինչքանով դա այսօր մեզ է տեսանելի, կարգավորվեն, իսկ մնացյալ առումներով բուհի բնականon գործունեությունը շարունակվում է։ Պետք է ասեմ, որ հենց 3 բուհի հոգաբարձությունների խորհրդի նիստ ունեինք, որտեղ տարին ամփոփում էինք եւ իրականում այստեղ մեծ դրական զարգացում ունենք ուսանողների թվի,
այս տարի ընդունվել է ընդհանուր առմամբ մանկահարժական համալսարան ավելի քան 1900 ուսանող, սա ավելին է, քան ավարտել են, ավելի քան 300-ով ավելի եւ ինչը շատ կարեւոր է, վերջի տարիների այդ տենդենսը, որ գնալով կրճատվում էր դիմորդների թիվը, այդ տենդենսը կարողացել ենք արդեն շուրջ 3 տարի է կոտրել եւ ամեն տարի աճ ունենք, այս տարի էլ էապես աճ ունենք ընդունված ուսանողների եւ դիմելիության նաեւ Բուհում էապես նաև աճել է գիտական հոդվածների հրապարակումների թիվը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, այս տարի արդեն 79 հոդվածի մասին ենք խոսում, երբ որ ընդամենը 3 տարի առաջ 20 նման հոդված էր։ Լավ, հիմա ես չեմ ուզում առանձին բուհերի հաջողություններին անդրադառնալ, հիմա գանք մշակույթ, մշակույթը ձեր կառավարության համար արժեք է, թե միջոց։ Ինձ թվում է այդտեղ հակասություն չպիտի տեսնենք, որովհետև դա թե արժեք է, բայց թե նաև միջոց է, ու բացատրեմ ինչու։ Գիտեք, մենք մշակույթի հանդեպ մի այսպիսի վերաբերմունք ունենք, մեզ միշտ թվացել է, որ մշակույթը, եւ խոսում եմ հանրային վերաբերմունքի մասին, որ մշակույթը մի բան է, որին անընդհատ պիտի աջակցել։ Իրականում մշակույթը ժամանակակից հասարակություններում տնտեսության ինքնաբավ ճյուղ է։ Մենք խոսում ենք ստեղծարար արդյունաբերության մասին, մենք խոսում ենք բազմաթիվ ստեղծարար մասնագիտությունների մասին, եւ այստեղ մշակույթը դառնում է ամենակարևոր ոլորտներից մեկը։ Եվ մեր ամբողջ աշխատանքը պիտի ուղղված լինի նրան, որ մենք առաջին հերթին մշակույթի ոլորտում այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները ներդնենք ինքնաբավության եւ նաեւ այդ հանրային ընկալումը փոխենք։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք հուշարձանների մասին, պետությունը բազմապատկել է միջոցները, որոնք ուղղվում են հուշարձանների վերականգնմանը եւ բնականաբար պիտի շարունակի վերականգնել հուշարձանները։ Բայց չէ՞ որ հուշարձանները նաեւ օրինակ զբոսաշրջության խթանման մեր ամենակարևոր ուղղություններից են եւ պատմական կամ մշակութային զբոսաշրջությունը մեր երկրի ուժեղ կողմերից է։ Հետևաբար այդ հուշարձանների վերականգնումը պետք է ունենա հարակից փոխկապված աշխատանք զբոսաշրջային երթուղիների զարգացման եւ սա պետք է բերի նաեւ հուշարձանների համապատասխան ծառայությունների եկամուտների ավելացման։ Էլ չասած կատարողական արվեստը, հա, որ ասում եք պիտի ինքնաբավ լինի, բայց այստեղ մի կողմից կարծում եմ նախ հին մտածողությունը կա, որ պետությունը պետք է փողը տա, ասի դու այսքան ներկայացում բեմադրի կամ փողը տա, դու ասի այսքան ֆիլմ նկարանի, հետո այդ ֆիլմը կնայենք, շրջի թե ոչ, ինքնածախսած ծածկումը կապահովի թե ոչ, արդեն արվեստագետին այսօր չի հուզում, ինչպես չի ուզել, ասեմ, սովետական ժամանակներում, բայց հիմա պիտի մոտեցումները փոխվեն, ես ճիշտ եմ հասկանում։ Պիտի փոխվեն եւ փոխվում են։ Մենք արդեն 3-րդ տարին է օպերայի հետ աշխատանքի նոր մոդել էինք դրել, ֆինանսարման նոր մոդել։ Ինչ էր դրա հիմքում ընկած։ Մենք ասում էինք, ինչքան սեփական եկամուտ որ դուք կաշխատեք, պետությունը դա կկրկնապատկվի։ Եվ հիմա մենք տեսնում ենք օրինակ օպերան, որը արդեն 3-րդ տարին այս մոդելով աշխատում է, ինչքան նոր պրեմիերաներ են, ինչքան ակտիվացել է եւ բազմազանացել է մշակութային արտադրանքը, այսպես կոչված։ Եվ գիտեք, օրինակ մի պարզ փոփոխություն ասեմ, ամառվա ամիսներին սովորաբար մշակութային հաստատությունները արձակուրդի են գնում։ Մեր օպերային թատրոնը օրինակ այս ամառ չվարվեց այդպես։ Եվ իրենք նաև հյուրախաղեր կազմակերպեցին դրսի տարբեր թատրոնների եւ ամբողջ ամառվա ընթացքում ունեցել են միլիոնավոր մուտքեր զբոսաշրջիկների նաև այցելություններից։ Իսկ այդ հաջողությունները, որ լինում են, մենք տեսնում ենք, սրանք ավելի շատ այս կամ այն մշակութային կառույցի, թե համակարգի արդյունք են։ Թե ասենք անհատի, չգիտեմ, մի ռեժիսոր ֆիլմ նկարեց, ինչ-որ միջազգային մրցույթում մրցանակ շահեց։ Սա ոչ չի նշանակում, որ Հայաստանում կինոարդյունաբերությունը եւ կինոինդուստրիա է կամ նույն օպերային կամ մյուս ոլորտում։ Նայեք, անհատները միշտ կան բոլոր ժամանակներում եւ իրենց հաջողությունները գրանցում են։ Ես ձեզ պատմում էի օպերայից, բայց սա ինստիտուցիոնալ փոփոխություն է։ Մենք 23 թվականին ֆինանսավորման նոր կարգ մշակեցինք։ Սա սկսեցինք օպերայում, դրան միացել են տեխնիկայինը, կամերայինը, հաջորդ տարվանից դրան միանալու են նոր թատրոններ եւ սա մեր ինստիտուցիոնալ փոփոխությունն է։ Այսինքն իսկապես սա երկկողմանի գործընթաց է։ Պետությունը սահմանել է մոդելը, սահմանել է ցուցանիշները եւ դրանով իսկ խրախուսում է այս ձևով աշխատանքը, բայց
թատրոններն են, որ աշխատում են։ Լավ, իսկ պետության քաղաքականությունը եւ ստեղծագործական ազատությունը սրանք համադրվում են եւ հակադրվում են, թե չեն հակադրվում։ Լինում են դեպքեր, երբ որ հակադրվեն։ Գիտեք, ես կարծում եմ, որ հակադրության դեպքերը մեր օրենսդրության մեջ նկարագրված են, որոնք որ արդեն գնում են այն թեմաներին եւ այն սահմաններին, ինչպես օրինակ պետության ինքնիշխանության դեմ արտահայտությունները եւ այլն, որոնք որ գծում են այդ սահմանները։ Մնացյալ առումներով ես կարող եմ ասել, որ ստեղծագործական ազատությունը թերևս ամենակարևոր բաներից մեկն է, որը արվեստի զարգացման հիմքն է եւ չի կարող պետական քաղաքականությունը դրան հակադրվել։ Հիմա այդպես ներկայացվեց կամ ընկալվեց շատերի կողմից այս ոլորտում աղմկահարույց պատմությունը, ես հերթով բոլոր ոլորտում գոյ թատրոնի հետ կապված պատմություններ չէ, մշակույթում իմ նկատած կոնե աղմկոտ պատմությունը, արդյոք սա պետական քաղաքականության եւ ստեղծագործական ազատության այս ծիրում պիտի տեղավորել եւ նման դեպքերում ինչպես վարվել։ Ես անկեղծ այդ ծիրում չէի տեղավորի ընդհանրապես, որովհետեւ մենք խոսում էինք ոչ թե ստեղծագործական գործունեության մասին, այլ մենք խոսում էինք կառավարման մոդելի մասին եւ մեր գործընկերներին առաջարկել էինք, որ իրենց խաղացանկով եւ ստեղծագործական գործունեությամբ գործեն Սունդուկյան թատրոնի կազմում եւ վստահաբար դա կապ չուներ ստեղծագործական գործունեության հետ, կապ ուներ կառավարման մոդելի հետ։ Եվ բնականաբար ես հարգում եմ յուրաքանչյուրի իրավունքը, մենք բազմաթիվ խոսակցություններ ենք ունեցել, արդյունքում բնականաբար մեր կարծիքները մնացին այնպիսին, ինչպիսին մնացին, բայց դա ոչինչ չի նշանակում ստեղծագործական ազատության տեսանկյունից էլ, որովհետեւ գիտեք, մեր խոսակցությունը այդ մասին չէր իսկապես, մեր խոսակցությունը կառավարման մոդելների մասին էր, պոակ լինելու կամ չլինելու մասին էր։ Պոակը կներեք եւ այդ հաստատության տրամաբանությունները ստեղծագործական ազատության հետ որևէ կապ չունեն։ Լավ, մեր ժամանակը սպառվել է, բայց սպորտի վերաբերյալ 1-2 հարց։ Ձեր համակարգումը որքանով է տարածվում է ոլորտի վրա, թե ավելի շատ դերակատարություն են, չգիտեմ, ֆեդերացիաները, կոմիտե կա եւ այլն։ Ինչ չափով եք դուք մասնակից։ Եթե խոսում ենք մեծ նվաճումների սպորտի մասին, ֆեդերացիաները հիշատակեցի, բնականաբար պետությունը ունի աջակցող դերակատարում, մենք ֆեդերացիաների ֆինանսավորում ենք իրականացնում, տարբեր մրցաշարեր ենք հյուրընկալում, կազմակերպում ենք նրանց մասնակցությունը տարբեր միջազգային մրցաշարերին, բայց բուն սպորտաձևի զարգացումը նրանց մասնագիտական պարտավորությունն է։ Պետության հիմնական առանցքային համակարգող դերակատարությունը սպորտային ենթակառուցվածքների զարգացումն է երկրում եւ մենք մեծ ծավալի աշխատանք ենք անում ավելի քան 100 տեղերում սպորտային ենթակառուցվածքներ են այս պահին կառուցվում, վերակառուցվում, նորոգվում եւ մենք նաեւ շատ մեծ մասնակցություն ու ներգրավվածություն ունենք ֆիզիկական առողջ ակտիվության, հատկապես երեխաների շրջանում զարգացման ուղղությամբ եւ բազմաթիվ հարթակներ ենք ձևավորում, որպեսզի սպորտով զբաղվելը եւ սպորտային գործունեությունը դառնա իսկապես տարածված վարքականon։ Վարչապետի գավաթի մրցաշարերը պիտի հիշատակեմ, հենց այս օրերին վոլեյբոլի լիգան ենք առաջին անգամ ենք անցկացնում, ամփոփում համայնքային փուլին ավելի քան 5000 երեխա է մասնակցել, ավելի քան 400 դպրոցից, երեք ես հենց մի խաղի էի մասնակցում, էմոցիաների իսկապես շատ լարվածություն կա եւ դրական իմաստով։ Ամսի 25-ին եզրափակիչներն են, բոլորին սիրով հրավիրում եմ սպորտի կառավարման կենտրոն, կարող եք տեսնել ինչպես են մեր երեխաները իսկապես զբաղվում սպորտով եւ դրանից հաճույք ստանում։ Հաջորդ տարվա հետ կապված լավատեսեք։ Ես ձեր համակարգման ոլորտների հետ կապված։ Ես կարծում եմ, որ մեր ոլորտները արդեն բնականon զարգացման մի փուլ են մտնում կառուցվածքային փոփոխությունների, որտեղ մեր ջանքը շատ կարեւոր է, իսկապես վճռորոշ է։ Կառավարության ծրագրի կատարումը պիտի ամփոփենք եւ այդ իմաստով նաեւ շատ կարեւոր թիրախներ պիտի արձանագրվեն հաջորդ տարի, այնպես որ լավատես եմ, լավատես ու աշխատանքային։ Մեր հեռուստադիտողներին շնորհավորանքի խոսք ունենք։ Ես կարծում եմ 2025 թվականը մեզ համար շատ վճռորոշ տարի էր։ Դա խաղաղության հաստատման տարի էր, որտեղ մենք բոլորս հիմա
նույն ուղղությամբ ջանք դնելու կարիք ունենք եւ դա խաղաղության հաստատմանը նպաստելու, շարունակաբար դա զարգացնելու եւ յուրաքանչյուր ոլորտում դա օրակարգային դարձնելու խնդիրն է, ու վստահ եմ, որ 26-ը այդ իմաստով լինելու է նոր ձեռքբերումների տարի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Սա ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում եի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Լավ մնացեք։